Բարև ձեզ հայրքարեքին, իմիջալուց մեր հերուստատի դոներուն գարջ հագիչ կերբով ներգայացնեմ հայրքարեքինին, հայրքարեքինը մայրաթոր Սուրբ Էջմիածնի նախկին միապան է, իր աշխարհական անունը Հարություն Հարությունյան, բայց ես անձնապես ցեզի պիտի թիմեմ հայրքարեքին քաչ իմանալով եւ հավատալով, որ դուք ձեր գոչումեն չեք հերացած, այլ միայն ձեր պաշտոնեն հերացած եք զանազան պատճառներով եւ անշուշտ գլխավորապես ռսաստուկ կարեկինաբաշտ ադգլանի պատճառով։ Մենք այսօր բավականին հետաքրքրական զրույց պիտի ունենանք հայր կարեկինին հետ, որ քաչադեղյակ է բազմաթիվ խնդիրներու առնչությամբ։ Ուրեմն հայր կարեկին վերջերս Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմագալ առաջնորդության ճշտոնը ուզուրպացրած Եզրաս Գարո Ներսեսյանը, որ նաև ցանոթ է KGB-իշնիկ Գարո Ներսեսյան, որ նաև արյունագից եղբայրն է Կարեկին Բգտիչ Ներսեսյանին, վերջերս աղմկահարույց հայտարարություններ կատարեց, արդյոք այդ հայտարարությունները արդարացի են, թե հերթական ցապրդուկներ են։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, հարգելի պարոն Չապարյան, եւ այո, ես գիտեք մի քանի օր առաջ, մեկ-երկու օր առաջ իմ դիմատետրի էջում գրեցի կարճ հոդված այդ մասին եւ որակեցի սայքրև Եզրաս Ներսիսյանի Կարապի վերջին երգը, այսինքն իրենք գիտեմ, որ ավարտվում է իր գործունեության դարաշրջանը եւ ինքը այսպես ցայտնոտի մեջ ինչ որ շարժումներ է անում, ջղաձգություններ, բայց այսօր մի հրաձանք ստացա շատ հայտնի մի հոգեոր եղբորս կողմից, մի հոգեորականի Բարձրաշճան, որ ինքը ասեց, չէ, ասեց դու սխալ ես գրել, ոչ թե սա Կարապի վերջին երգն էր, այլ Բորենու վերջին ոռնոցն էր, որովհետև իրենք արդեն անելիք չունեն եւ գիտեն, որ ամսի 7-ից հետո պարտվելու են իրենց բոլոր թիմով, բայց լինելու են շատ խիստ պատիժներ, որովհետև Ռուսաստանը չի ներում այն մարդկանց, ովքեր իրենց հողի վրա միլիոններ են հաստատում եւ օգտվում են այդ երկրի ռեսուրսներից ու հետո երբ որ պետք է ինչ որ հանձնարարություն կատարեն եւ չեն հաջողվում այդ հանձնարարության մեջ, այսինքն քաղաքական ձախողում են ունենում, իրենց հետ շատ դժբախտ երևույթներ են պատահում։ Օրինակ հայտնվում են Բաքվի բանդում, չէ, Ռուբեն Վարդանյանի պես, կամ ասենք իրենց երկրում հանկարծակի ավտովթարներից մահանում են եւ այլն։ Եվ դրա համար ես մի քանի շաբաթներ առաջ նույնիսկ ասել էի, որ լավ կլիներ, որ Եզրաս Ներսիսյանը Ավստրիա մեկնած ժամանակ, երբ որ Սանկտ Պոլտենում մասնակցում էր եպիսկոպոսած հավաքին, շատ լավ կլիներ, որ ինքը մնար այնտեղ դիմեր փախստականի ստատուս ստանար, այսինքն ճողոպրեր արանքից, եւ քանի որ հայտնի է երևի տեղյակ եք, որ իր ավակ եղբոր Կտրիչ Ներսիսյանի թորնիկը Վիեննայում է ապրում, շատ լավ կլիներ, որ իր վերջի տարիները այդ թորնիկի հետ միասին այնտեղ անցկացներ։ Ինչպիսի արձագանք է լինելու այդ ամենի վերաբերյալ Հայաստանի կառավարության կողմից, արդյոք նման հակապետական քայլերը անպատիժ են մնալու։ Տեղյակ եք հավանաբար, որ մարտ ամսին տեղի ունեցավ արդեն շատ լուրջ փոփոխություն բանակում ծառայող գնդերեցների պարագայում։ Իրենք հիմա կնքեցին հատուկ պայմանագրեր պաշտպանության նախարարության հետ եւ վերացավ հոգեվոր սրբազան առաջնորդի կարգավիճակը, որը վերահսկում էր, այսինքն երկակի ստանդարտներով նաեւ ինչ որ բաներ էր պահանջում այդ սարկավագներից եւ քահանաներից, ովքեր որ բանակում էին ծառայում։ Նույնը եղավ նաեւ բանտերում իրենց առաքելությունը կատարող քահանաների պարագայում, ինչպես գիտեք, այժմ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է դարձել այդ ներման հանձնաժողովի ներկայացուցիչը կառավարությանից եւ երրորդը ամենակարևորը ես կարծում դա այն
քաղաքական ծրագիրն է, որ ներկայացվեց ընտրողներին իբրև քաղաքացիական պայմանագրի դիրքորոշում կարելի ասել կամ նախաշավիղ, որտեղ 10-րդ կետում հստակ գրվեց, որ իրենց քաղաքական աշխատանքի հիմնակետերից մեկը լինելու է նաև Կտրիչ Ներսիսյանի հեռացումը եւ հայ եկեղեցու բարեկարգումը։ Շատ գովելի է։ Արդյոք Պաշտպանության նախարարության այդ մարտի 5-ի որոշումը ուղղակի կամ անուղղակի կերպով գապ ունի այն փաստի հետ, ըստ որոշ վկաների 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Քարեքին բի Կտրիչ Ներսիսյանի գլանի ներկայացուցիչ գերս հոգևորականներ իբրև թե փանագի մեջ կզարային որպես հոգևոր ծառաներ, սակայն իրենց փչիչային կորձիկները կկործածեին ստրատեգիական դերակցություններ փոխանցելու Քարեքին բին, որ իր հերթին կփոխանցեր Կրեմլին։ Արդյոք այսպիսի դերակցություններ կան, թե փակ է այդ մասը։ Չէ, ես նման տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ չարաշահումներ եղել են, օրինակ այնտեղ ժամանակին եղել է մի բան, ոնց որ հոգևոր առաջնորդ այդ գնդերեցների վրա կարգված, որը կեղծ անուններ է ձևակերպել ու ասենք օրինակ 30 հոգու փոխարեն 40-50 հոգանոց ցանկ է ներկայացրել եւ պաշտպանության նախարարությունից աշխատավարձ է գողացել։ Այսպիսի բաներ եղել են եւ այդ մարդը հետո թողել փախել գնացել է արտասահման, նույնիսկ իր կարգը թողել է, բայց ավելի լուրջ վտանգ եղել է այս Բագրատ Գալստանյանի Սրբազան շարժում կոչված բանի օրերին եւ դրանից անմիջապես հետո, երբ որ իրենք պատրաստում էին ռազմական հեղաշրջում եւ փորձում էին թե նախկին զինվորականներին եւ սպաներին մոբիլիզացնել եւ թե բանակի ներսում փորձում էին խժդժություններ սերմանել։ Սա հստակ արձանագրված փաստ է եւ դրա համար շատ արագ կատարվեց այս բանը, փոփոխությունը, որ լինելու է այս ծառայությունը գնդերեցների պաշտոնապես պաշտպանության նախարարության մաս է դառնալու, այսինքն իրենք պայմանագիր են կնքելու եւ իբրև սպա գրեթե նույն աստիճանի համաձայն ծառայելու են բանակում։ Ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում հայկական pedagogian քաղաքացիական հասարակությունը, արդյոք մեծամասնությամբ ո՞մեն հայկական pedagogian ղեկավարության նախաձեռնած այդ պայքարին, որովհետեւ հայաստանյաց արաքելական եկեղեցին գոռոմփացվածության իր ներկա ասենք ամոթալի վիճակից դուրս բերվի։ Ես կարծում եմ մեծամասնությունը այս եկեղեցու հարցում Հայաստանի մեջ ապրող հայերիս մասին է խոսքը կամ եկեղեցու հետևորդների մասին է խոսքը, ցավոք անտարբեր են, այսինքն իրենք կարծես թե այդ սովետական ժամանակվանից սովորել են, որ ընդամենը 2 րոպեով պետք է մտնեն եկեղեցի, մոմ վառեն կամ ինչ-որ որոշ արարողությունների պարագայում մտնեն, իրենց կնունքը անեն, հարսանիքը եւ թաղումը եւ գնան տուն։ Այսինքն շատ ֆունկցիոնալ վիճակի մեջ են գտնվում, ցավոք մեր հայրենակիցների մեծամասնությունը Հայաստանում։ Դրա համար նույնիսկ ընկերներ ունեմ, որ իրենք ասում են ինձ, ինչու ես գլուխը ցավացնում այս խնդրով։ Բոլորս է գիտենք, որ կաթողիկոսը KGB-ի գործակալ է եղել, կամ գիտենք, որ իր եղբայրը FSB-ի գործակալ է այժմ, բայց հետո ինչ ես ուզում, այսինքն ես ցավալի ենթակա վիճակում է։ Բանն էլ, եթե լսեցիք, Ռուբեն Հախվերդյանը, մեր լավ երգահան վարպետը, 1 ամիս թե 2 ամիս առաջ այսպիսի հարցազրույց տվեց եւ հարցազրույցում այս հարցը, նույն հարցը տվեցի դրան, ինքը ասեց, ինչ եք մտահոգվում,
մենք երկուսին է ճանաչում ենք, Փաշինյանին էլ ենք ճանաչում, Կաթողիկոսին էլ ենք ճանաչում, իրենք իրեր արժանի են, թող կռվեն, էլի կոմեդիա է, նայեք, էլի կողքից ծիծաղեք, այսինքն sense անտարբեր վերաբերմունք կա այստեղ։ Չեմ զարմանա, որովհետև ըստ երևույթին թշպախտապար մեր հայրենագիցները, ովքեր նախկին սովետի դարածքին քննադատ են եւ հատկապես այն հատվածը, որ ներկայիս 40-50 տարեկանին վեր է, արդեն հավատագորույս դարձած էին կոմունիզմի ժամանակ եւ շատ նորմալ է, որ խոշոր մեծամասնությունը անօգնական կսկան կամ անդարբեր կսկան, ադի նորմալ է իսկ նոր սերունդի բարակային, որ ես բազմիցս բարձրացնած եմ, որ մենք ոսկե սերունդ ունենք եւ Հայաստանի մեջ եւ Սփյուռքի մեջ, ուրեմն պետք է ասեմ, որ իբադի նոր սերունդին հանցինս ծեր նման եւ հայր խորենի նման դեր արամի նման եւ դեսեք սա ուրեմն հազարամյակի սերունդն է եւ այս ոսկե սերունդը ճանապարհը կհարթի հոգևոր կյանքի վերաձլարձակման եւ անշուշտ այս թեմայով Սփյուռքի մեջ իրավիճակը բոլորովին տարբեր է խոշոր մեծամասնությունը սրտացավ են, որովհետեւ իրենք չեն ենթարկված սովետական մշակույթի սովետական քաղաքացիական հասարակության հավատագորույս դարձնելու այդ թիրախավորման զոհ չեն կացած հիմա վերթանք առաջ ըստ ցեզ ինչ է կորզնական այն հանգուցալուծումը այս ներկա իրավիճակին երբ պետության վարչապետը ըստիված եւ ես պիտի թրվատական խոսքս եմ մատնասին ըստիված պատրաստ է պաշտպանելու ոչ թե միջամտելու պատրաստ է պաշտպանելու հայկական պետականության քաղաքացին այն քաղաքացիները որոնք հետևորդ են հայաստանյաց առաքելական եկեղեցու Այո, ես կարծում եմ առաջի հնարավորությունը գործնական, որ լավագույն տարբերակը պետք է լինի, դա որ ներկայիս կառավարությունը կամ ներկայիս իշխանությունը կարողանա հաղթել հունիսի 7-ի ընտրություններին եւ ինչպես որ իրենց նախընտրական այդ ծրագրի 10-րդ կետում ամրագրված է, ձեռնամուխ լինեն նաեւ եկեղեցու բարեկարգման շարժմանը որը ներողություն ցերնամուխ լինեն թե վերահսկեն օրինապաշտության կորձընթացը ես կարծում եմ այլևս ժամանակը հասել է որ իրենք ձեռնամուխ լինեն դատաիրավական լուրջ դա ուրիշ խնդիր է որովհետեւ քրեական խոշոր հանցագործություններու այդ մասին կարելի է մի քիչ բարձրացնել այո, որովհետև լուրջ մեղադրանքներ են բարձրացվել, որ ֆինանսական զեղծարարություններ են եղել, սև փողեր են ներմուծվել Հայաստան եւ դա օգտագործվել է քաղաքական դիվիդենդներ շահելու համար, կամ որ օտարերկրագործակալների ազդեցության տակ է եկեղեցին, սրանք շատ լուրջ մեղադրանքներ են եւ պետք է դրանցով արդեն զբաղվի կառավարությունը լավ կլիներ որ ավելի շուտ աներ այս գործը մեկ այլ հարցը եթե գիշեք մի քանի տարի առաջ New York Life ապահովական ընկերության եւ ֆրանսիական AXA ապահովական ընկերության հայոց ցեղասպանության զոհերու ապահովական այն զոհերը որ ցեղասպանության պատճառով իրենց կյանքը գործունեած էին եւ ապահովական ընկերությունները որ բարդավոր էին իրենց ընտանիքներում վճարում կատարել հատուցում կատարել չէին կատարած եւ այդ մասին խոշոր թաթ բացվեցավ եւ այդ թաթական հաղթանակի արդիվ միլիոնավոր ասենք դոլարներ հատկացվեցան New York Life-ի եւ AXA-ի կողմէ եւ այդ հատկացումներու արդիվ որոշ մասը ուրեմն փաստաբան Մարկ Կիրակոսը փոխանցած է արևմտյան թեմի արևմտյան միացյալ նահանգներու թեմակալ առաջնորդ Հովնան arczepiskopos Տերդերյանին եւ նա իր ասելով
5 միլիոն դոլարի փոխանցում կատարած է մայր աթորին եւ մայր աթորը ադի ժխտած է ինչ կխորիկ չեք խորի որ բեդությունը իր պետք է իր բարդականությունը կատարի եւ հետաքնություն ըսկսի այս արդի որ իմանալու թե այդ 5 միլիոն դոլարը ինչպես եւ որտեղ եւ ումից ցերքերով շոկիացավ ինչ է դերգա Ես կարծում եմ որ ոչ միայն կոնկրետ այդ դեպքի պահով որ դուք նկարագրեցիք այլ առհասարակ 1999 թվականի հոկտեմբերից այս կողմ երբ որ զեղծարարություններով կաթողիկոս դարձրեցին Գարեգին Բ. Կետրիչ Ներսիսյանին որևէ ֆինանսական հաշվետվություն չի եղել պետք է վերահսկեն բոլոր այդ շարժը գումարների ինչ որ տեղի ունեցել եւ օրինակ եթե նշում եք Հովնան Տերտերյանին տեղյակ եք վստահաբար որ ինքը նշանակվել է Մայրաթորի վերանորոգության համար դրամահավաքի կազմակերպող կամ մեծահարուստների հետ հանդիպող հիմնական խոսնակը Սա գերագույն հոգևոր խորհուրդն է ժամանակին որոշել եւ սկիզբը ասում էին վերանորոգությունը 1-2 տարի պետք է տևի եւ ընդամենը 4 միլիոն դոլարի ծախս կա, բայց հետո այդ 4 միլիոնը դարավ 6 միլիոն, հետո 8 միլիոն, հետո եւ այլն եւ վերանորոգությունը տարիներ շարունակ չէր ավարտվում։ Հիմա Հովնան Տերտերյանը եթե եղել է այդ հանձնախմբի ղեկավարը կամ այդ մեծահարուստների հետ հանդիպող հիմնական խոսնակը Մայրաթորի անունից ինքը կարող է մեզ օգնել եւ ասել թե ինչի այսքան երկար տևեց եւ ինչի այսքան գումարներ հավաքվեցին եթե նախատեսված էր ընդամենը 4 միլիոն դոլար շատ լուրջ խնդիրներ եմ ես տեսնում որովհետեւ եթե հարցրեցիք նախորդ հարցում թե ինչ գործնական տարբերակներ կան երկրորդ տարբերակը պետք է ընդունենք նաև որ հնարավոր է անշուշտ քիչ հնարավորություն կա բայց հնարավոր է որ քոչարյանական ուժերը հաղթեն չէ չգիտեմ ինչ տերորի ձևով թե ահաբեկելով թե եւ այլն թե նոր պատերազմ հրահրելով այդ ժամանակ կտրիչը իր ուժերը կվերականգնի եւ օրինակ այդ Արշակ Խաչատրյանը նորից կդառնա դիվանապետ Նաթան Հովհաննիսյանը, որին Նատաշա են ասում, կդառնա կարգապահական հանձնախմբի ղեկավար եւ չեմ պատկերացնում այս հոգեորականների իրենց հետ ինչպես պետք է շարունակեն աշխատել այսինքն այդ մթնոլորտում ինչ կյանք է լինելու հոգեվոր եթե իրենք բացարձակապես մերժում են բարեկարգությունը սա էլ է հնարավոր տարբերակ եւ երրորդ տարբերակը որ ես տեսնում եմ գործնական դա այն է որ որոշ սրբազաններ որոշ եպիսկոպոսներ որոնց մեջ է նաև Հովնան Տերտերյանը Սահակ Մաշալյանը Խաչակ Պարսամյանը Եզնիկ Պետրոսյանը եւ մի քանի ուրիշ մանրապճեղ եպիսկոպոսիկներ իրենք փորձում են հիմա միջին ճանապարհ հարթել սենց խաբելով թե իբրև թե համենքել են բարեկարգության կողմնակից բայց իրականում իրենք չեն ուզում որ կտրիչը հեռացվի եւ փորձում են տենց կամաց ազգային եկեղեցական ժողովի մասին խոսել եւ որոշ նյութեր տարածել թե իբրև թե մենք փոխենք բան կանենք եւ այլն սա շատ անհետաքրքիր ինտրիգա է որ իրենք պատրաստում են մեր գլխին եւ սա բարեկարգություն չի լինելու սա ուղղակի լինելու է մի կեղտոտ խաղ որը բայց հնարավոր տարբերակ է շատ ճիշտ ձեր մոդը ճիշտ կեդին վրա թրիկ абսուրդ բան է երբ Հովնան arczepiskopos Տերտերյանի նման մարդիկ ովքեր անբաժան մասնիկ եղած են Հայաստանյաց արաքելական եկեղեցու փլուզման կորզընթացին եւ գշարնագեն ըլալ ինչպես կարելի է որ այդ մարդը իսկապես օգտակար ըլա Հայաստանյաց արաքելական եկեղեցու բարեկարգման բարձր նպատակին իմիջայլոց Ամերիկայի մեջ հիմնված Հայաստանյաց հայ եկեղեցու բարեկարգման շարժումը որ 2015 թվականին սկսյալ իր կորձունեությունը
սկսած է ծավալել եւ հատկապես վերջին տարիներուն սկսած է առավել ծավալել ակին փաստեր ներկայացած է հանրության թե ինչպիսի զարդուղի եւ ասենք զարդուղի կորզակներու մեջ ցերնամուխ եղած է Հովնան arczepiskopos Քարեքին B Գդրիչ Ներսեսյանի հետ եւ այլոց հետ իսկ թե ինչ կվերապերի ներքաղաքական թաշտի եւ քիչ առաջ նշեցիք հունիսի 7-ի ընդդիմություններու մասին վերջերս Դաշիվ Սամոն շատ հետաքրքիր եւ բավականին հանցուկն հայտարարությունը կատարեց ասելով որ մենք հաղթելու ենք մենք 100% հաղթելու ենք հունիսի 7-ի ընդդիմություններուն սակայն մենք շատերս իրազեկված ենք գիտենք որ ժողովրդի մեծամասնությունը չընդունի ոչ Դաշիվ Սամոյին ոչ Ռոբերտ Քոչարյանին եւ ընդհանրապես հին ռեժիմականներին արդյոք Դաշիվ Սամոն միդում ունի գանխամտածված քրեական քայլեր առնելու հոկտեմբեր 27/1999-ի նման որովհետեւ հայկական պետականության սահմանադրական գարկը դաբալե ինչ է ծեր գազիկ այդ մասին ինչպիսի դերակցություններ ունի եւ արդյոք պետության ներկայացուցիչների իրավաբան մարմինները կանխարգելիչ քայլեր գտիմեն այո ես կարծում եմ դա շատ լուրջ մտահոգություն է պարոն Չապարյան որ դուք քիչ առաջ արտահայտեցիք որովհետեւ ոչ միայն այս Դաշիվ Սամոն այլ արդեն Եզրաս Ներսիսյանը ժամանակին 2023 թվականին Ռուսաստանում օրհնել էր եւ ստեղծել էր Արբատ անունով հայկական գումարտակը որի իբրև թե Ուկրաինայում գնացել էին մարտնչելու բայց իրենցից մի քանի հոգի կարծեմ 5 հոգի 24 թվականի սեպտեմբերին եկել էին Հայաստան եւ ուզում էին հարձակվեին կառավարության վրա ահաբեկչություն անեին բայց փառք Աստուծո այդ ժամանակ Հայաստանի ազգային անվտանգությունը կարողացավ չեզոքացնել այդ վտանգը սա լուրջ խնդիր է եւ սա ես չեմ կարծում որ ինչ որ մի ընդդիմադիր քաղաքական գործիչ է որոշումը կայացնում այլ որոշումը կայացվում է հենց Մոսկվայի կենտրոններից մեկում որտեղ ինչ որ բան պատրաստում են վստահաբար քանի որ իրենք չեն ուզում կորցնել այս տարածաշրջանը իրենք հասկանում են որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը հոգնել է այդ կայսերական ճնշումներից եւ ուզում է ինքնավար դառնալ բայց ամեն ձևով իրենք ներազդում են հիմա չգիտեմ ես չեմ կարող գնահատել այդ վտանգը ոնց որ ռազմագիտության տեսանկյունից որովհետեւ ես այդ մասնագետը չեմ թե իրենք ինչ որ ակտիվ այդպիսի քայլեր կանեն կհարցակվեն օրինակ վարչապետի վրա կամ եւ այլն այդ հոկտեմբեր 27-ի terrorը կկրկնեն այստեղ թե չէ, բայց ես հստակ տեսնում եմ, որ իրանք դրա փոխարեն այժմ հիբրիդային պայքար են վղում շատ վատ ձևով եւ նույնիսկ գիտնականների են մոբիլիզացրել, ասենք գիտնականներ կան, որ այդպես հելնում են, պատմում են, թե իբրև թե Ռուսաստանը մեր համար օրհնություն է եղել միշտ թե ցարական շրջանում, թե ասենք բոլշևիկների շրջանում անցյալ օրը մի պրոֆեսորի տեսա բանը պատահաբար հայտնի գիտնական է, ինքը ինձ ասում է ինչու ես միացել տիրադավներին եւ այլն, ասենց ինձ վրա բան է ճնշում է գործադրում եւ երբ ես իրեն մի բան եմ ուզում ասեմ, ինքը իմ խոսքը կտրում է եւ շատ բան ձևով, անհարգալից ձևով փորձում է ինձ բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է։ Ես ասում եմ հարցը այստեղ Նիկոլ Փաշինյանը չէ կամ վարչապետը չէ, հարցը այստեղ եկեղեցու բարեկարգումն է, որ մենք պետք է վերադառնանք դեպի ավետարանը, այսինքն շեղված մեր առանցքից Հիսուս Քրիստոսի ասած երկնքի արքայությունից շեղվել ենք, դարձել ենք ինչ-որ մի մոնարխիկ, ինչ-որ քրմապետական մի կառույց։
Եվ պետք է բարեկարգություն անենք նախ դարձի գնալով դեպի ավետարան եւ երկրորդը համապատասխանեցնենք հայ եկեղեցու առաքելությունը 21-րդ դարի պահանջներին, սա է։ Ինքը ինձ կտրում է, նորից կտրում է, այսինքն այդ հիբրիդային հարձակումները այնքան ազդում մարդկանց վրա, որ կան նաև արվեստագետներ այստեղ, կան դե անշուշտ եկեղեցական գործիչներ, որ շատ ուժեղ աշխատում են եւ սովորական մարդկանց փորձում են խաբել եւ սա վտանգ է ու ցավում եմ նաև որ շահագործում են մեր արցախցի քույրերին եւ եղբայրներին, որովհետեւ եթե մենք իրենց հետ ուզում ենք ռեաբիլիտացիոն ծրագրեր անենք, շաբաթվա վերջին իրենց որոշ մարդիկ զանգում են, ասում են մի գնացեք, եւ օգտագործում են նաև մեր արցախցի քույրերին եւ եղբայրներին, օրինակ երբ որ մենք Վայոց ձորում Աբրահամ Կրչյան arczepiskopos-ի հետ ծրագրեր էին կանում իրենց բանով, հասարակական կազմակերպությունով, որ կոչվում է համայնքային զարգացում, արցախցիներին երբ որ հրավիրում էինք, որ կան շաբաթվա վերջը մեզ հետ անցկացնեն, իրենք ասում են չէ, մեզ զանգեր են գալիս եւ ասում են եկեք ավելի լավ է ցույցերի մասնակցեք, սա ավելի կարեւոր է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը խոստացել են մեզ համար Հայաստանում երկրորդ Ստեփանակերտն են կառուցելու եւ բոլորս մենք տներ ենք ստանալու։ Դժբախտաբար այդպես յուտոպիկ խոստումներով խափեն մեր Արցախի հայրենագիցներուն եւ նաեւ որոշ Հայաստանի հայրենագիցներուն պետք է ասել որ մենք կորձ ունենք այնպիսի դարերի հետ ովքեր ըստ որոշ աղբյուրների 5 միլիարդ դոլարից ավել Կրեմլի գողմե դրամատրված հիբրիդային բادرազմը ֆինանսավորող այդպիսի ֆոնդ ստեղծված է ստերուտին եւ այդ պրոֆեսորները եւ արվեստագետները ովքեր այդ հիբրիդային բادرազմի բادرազմին զինվորակրված են ինչ պատճառներով չեն գիտեր բայց հիմա փաստը կմնա փաստ որ Կրեմլի համադիկները Հայաստանի մեջ ձայր աստիճան վարգապեկված են ոչ միայն Հայաստանի մեջ, այլ ամբողջ սփյուռքի տարածքին եւ սա Ռուսաստանի ռեյտինգին ուժեղ հարված կհասցնեն։ Քիչ առաջ դուք նշեցիք այն դարեր օլիգարխները, ովքեր գողոբեն ռուսական դաշնությունը եւ հետո Կրեմլի առաջադրանքը չեն իրականացնել ցախողված քաղաքական կորձիչներ լինելով բադիժի կենթարկվեն ուրեմն այս բարակային մենք նաև ըստ երևույթին ականատես պիտի կալիք օրերուն եւ հատկապես հունիսի 7-ի ընտրություններն յետքը թե ինչպիսի ասենք մակրակորձում պիտի իրականացնե Կրեմլը ինչ կգարձեք այդ մասին Ես կարծում եմ շատ խիստ շաբաթօրյակ է լինելու որովհետև գիտեք Ուկրաինայի պատերազմ մտնելուց առաջ էլ խաբել էին իրենց խավին եւ ասել են 3 օրում պետք է Կիևը գրավենք եւ այդպիսի մարտիկ աշխատել էին գեներալներ գումարներ էին ծախսել եւ խաբել որ այո ձեզ այնտեղ ծաղիկներով սպասում են եւ ողջունելու են նույնը այստեղ է եղել Կտրիչը եւ իր եղբայրը ու մի քանի այդ օլիգարխների հետ խոստացել են որ պետք է հայոց թագը փոխանցեն Կրեմլի ցարին, բայց դա տեղի չի ունենալու, ու դրա համար ինչպես ժամանակ Ուկրաինայի պատերազմից այս հետո բավականին խիստ մաքրումներ եղան եւ որոշ զինվորականներ ու գեներալներ պատուանից ցած ընկան, պատուանը մաքրելու ժամանակ կարծում նույնը սպասվում է նաեւ մեր այս տխրահարճակ հերոսներին Ձեր օգտագործած բառը շատ սիրուներ side note-ի մեջ պիտի լինեն ըստ երևույթին եւ մենք հերթական շոու պիտի տեսնենք հունիսի 7-ի ընտրություններին յետքը գխորիմ թե Այո, ես կարծում մեր ժողովուրդը իմաստություն ունի եւ անշուշտ կան շատ խնդիրներ, որ այս ներկայիս կառավարությունը չկարողացավ այս 6-7 տարվա մեջ շտկել, որոնցից մեկը հենց օրինակ եկեղեցու հարցներ,
կաթողիկոսի այդ չարաբաստիկ կերպարը ռուսական ազդեցությունը չկարողացան լիարժեք վերացնել, չէ, այս տարածաշրջանից կամ ասենք սահմանադրական հարցեր եղան եւ դատա իրավական հարցերը ցույց տվեցին, որ մեր դատական համակարգը չի աշխատում, այսինքն սովետական կամ պոստսովետական վիճակի մեջ է մնացել։ Երևում է, որ չնայած այդ խնդիրները կան եւ այս պոստսովետական, այսինքն հետխորհրդային շրջանի մարտահրավերները դեռ բազում են մեր տարածաշրջանում, բայց երկիրը եւ իշխանությունները շարժվում են դեպի ժողովրդավարություն, շարժվում են դեպի մարդու իրավունքների պաշտպանություն եւ նաեւ դեպի եվրոինտեգրում, ինչը բավականին խոստումնալից ապագա է մեզ համար, մեր նման երկրի համար, ինչպես որ ժողովուրդը կորոշի, դա իրենց ձայն է, դա իրենց իրավունքն է եւ ոչ մեկ չի կարող պարտադրել թե ում պետք է դու ընտրես կամ ում պետք է դու չընտրես, ինչպես Եզրաստն է ասում, ով որ ընտրեց ԿՊ-ին ինքը եկեղեցուց դուրս է, այսինքն ասես նզովք է դնում, չէ, սա ոչ աստվածաբանական տեսանկյունից կարելի է նման բան ասել, ոչ էլ առավել եւս քաղաքացիական տեսանկյունից, ընդհակառակը սա քրեական հանցագործություն է, եթե մենք ինչ-որ մեկին պարտադրենք հանուն կրոնի իրենց ձայները ուրիշ մեկին տալ, սա լուրջ հանցանք է եւ կարծում եմ, որ պետք է սրանով զբաղվեն համապատասխան մարդիկ։ Շնորհակալություն Հայր Քարեքին, հույսով որ դարձյալ կհանդիպենք։ Այո, ես եմ շնորհակալ եւ առաջ Աստված կսպասենք բարի արդյունքների։